Երեմիա մարգարեության 29-րդ գլխի 11-րդ համարը գարդես աստվածաշնչի ողջ խոստումների, Աստծո խոստումների փոխանցությունն է քեզ եւ ինձ համար 29:11 կսե Քանզի ցեզի համար ծրագիրս գիտեմ գսեդերը եւ ինչ է ծրագիրը ծրագիրը բարօրության եւ ոչ չարիքի ցեզի հույսով լեցուն աբակամը խոստանալու Աստված ամեն մեկուս համար ունի ծրագիր եւ այդ ծրագրի փոխանցությունը բարօրություն եւ հույսով լեցուն աբակամն է կամ աբակա եւ հույս գսե հայերեն թարգմանության մեջ բայց բունը գսե հույսով լեցուն աբակամը դալու ցեզի հույսով լեցուն հույսը օգնում է մեզ առաջ նայել Հույսը օգնում է մեզ առաջ նայել, համբերությունը օգնում է ինձ հաստատուն մնալ։ Մեր նույնը հույս եւ համբերություն, պիտի տեսնենք, որ այս խոստումը, որ գարտացի հիմա Երեմիա 29:11-ի մեջ, պիտի անդրադառնամ գիտեիք, որ այս խոստումը իր հետ համբերություն ունի։ Համբերությամբ է, որ հույսի խոստումին պիտի արժանանան։ Ուրեմն հույսը սիրելիներ մեզ օգնում է առաջ նայել համբերությունը օգնում է ինձ գայուն մնալ հաստատուն մնալ Աստծո խոստման վրա հույսը Աստուծո խոստումները գտեսնե իսկ համբերությունը թեև գոկնե ինձ թեպի այդ խոստումներին քայլ առնել Արաչանալ, ընթաց տալ։ Երբ այդպես կթվա, որ կյանքդ ուշացվել է, հարցեր ունիս, որ ուշանում են, գարդես թե կյանքում ուշ ես մնացել, ետ ես մնացել, կյանքի դասարանում ետ ես մնացել, առաջ հղացում չկա, Երբ այնպես թվավ գարդես աղոտներդ անպատասխան են մնում։ Երբ այդպես գտվավ, որ քո գիշերը շատ երկար է։ Լույսին ես սպասում եւ միայն խավար է։ Ճիշտ այս բանին է, երբ հույսը մոդենում Եվ պսպսում է մեր հոգու ագանչին ասելով Հովանես, մի քիչ էլ սպասի, Աստված գործում է, Աստված նախապատրաստում է, Աստված դեռևս աշխատանք է դանում այն խոստումին վրա, քո վրա, որով խոստումը պիտի իրականացնե Եվ համբերությունը ինչպես է պատասխանում, այո, պիտի սպասեմ, որովհետև ան որ խոստում տվավ, խոստում տվողը հավատարիմ է։ When life feels delayed, when prayers seem unanswered, when the night feels long, hope whispers, God is still working. And patience replies, I will wait because He is faithful. Հույսը ինձ դեսողություն է դալիս, երբ որ հույս ունիմ, ամեն բան հստակ կտեսնեմ, իսկ համբերությունը ինձ դալիս է վճռագամություն։ Առանց հույսի հանձնվում են։ Գիտեք ինչ համար մարդիկ կյանքում հանձնվում են։ Գործը մգսկսին,
ծրագիրը, առաքելությունը, դեսիրքը, բամը գսկսին եւ գիսատ կթողեն։ Ջամփում մեջտեղը ետ կգանքնին եւ գսեն ես կանցնվիմ կամ գնահանջեն։ Գիտեք, որովհետեւ հույս չունեցան։ Առանց հույսի հանձնվելու ես, իսկ առանց համբերադարության սիրտդ նվաղելու է։ Էլ չես դիմանա, եթե համբերություն չունեմ, ախ Տեր Աստված, ով է խոսում գրեք։ Այդ խնդիրը ես ունեմ, համբերություն շատ չունեմ գրեք։ Դունալ նույն դեղն ենք։ Ունեմ, բայց շատ քիչ է համբերությունս Ահարոն։ Աղոթում եմ, որ Աստված ավելի համբերություն տա ինձի։ Շատ հաճախ ինձ հարցնում են Հովհաննեսի բարասմեն, Հովիկ եղբայր, ինչի ես վրա արագ ուզում ես ամեն բան լինի։ Ինչի ես վրազում։ Այսինքն, why are you գաջաբար, այո, գսեմ չեմ վրազում։ Բարձրապես ուշացել եմ։ Ուզում եմ հասնել։ Բայց երբ հույսը եւ համբերադարությունը միասին կքայլեն մեր կյանքում, հավատքը ամբողջական կլա։ Այսեք, երբ որ հույսս եւ համբերադարությունը իրարու հետ կհամագործակցին, միայն այդ ժամանակ է որ հավատքս կամփոխչացվի։ Ինչ հավատ Աստուծո խոստումների հանդեպ հավատքս։ Եվ նայեցեք, այս բոլորը հույսը, համբերությունն ու հավատքը մեկ համարում առաքյալը ինչ գեղեցիկ կնկարագրե Հռոմեացիս 8:25-ի մեջ։ Հռոմեացիս 8:25, նայեցեք ինչ կսե։ Իսկ եթե չդեսնված բաներուն գհուսանք, համբերությունով պիտի սպասենք անոր։ Նորից կարդամ։ Եթե չդեսնված բաներուն գհուսանք, համբերությունով պիտի սպասենք։ Շատ խորհուրդ է այս համարը։ Շատ բաներ կա մեր կյանքում, ուզում ենք, բայց դեռև չենք տեսնում, շոշափելի չեն։ Ուրեմն երբ որ հույսով չդեսնված բաներուն կհամբերենք, հավատքը ամբողջականության կվերածվի։ Մենք ոչ միայն կհուսանք, որ Աստված իր խոստումները պիտի կատարե քո եւ իմ կյանքում, այլ համբերությամբ կքայլենք եւ կսպասենք, մինչեւ որ խոստումը իրականություն դառնա։ Հիմա քիչ առաջվա ընթերցած համարս։ Իսրայել ժողովուրդը խավարի մեջ էր։ Ինչու, որովհետև մերժեցին լույսը։ Որովհետև որոշեցին իրենք անչադել, դարանչադել Աստծուց, իրենց արարչից, լույսից, կյանք տվողից։ Եվ հետևաբար Աստված այլ դարբերակ չուներ, բացի իր ժողովուրդը, որոնց գսիրե մահվան չափ, աքսորավայր ուղարկել, եւ Բաբելոն ուղարկեց, աքսորավայր, Ասորեստան, եւ սարսափելի վիճակ էր։ Արմադախլեց իրենց երկրից եւ աքսորավայր դարավ, Բաբելոն, Ասորեստան, իրենց դունը դեղը, մենք ասոր փոքր դաժան բատկերը ագանադես եղանք եւ Արցախից մոտավորապես 120,000 մեր հայրենագիցները արմադախլվեցին իրենց դունից, դեղից, հողից, ծննդավայրից, ագունկներից եւ սփռվեցին աշխարհով մեկ։ Դաժան է։ Աստված իր ժողովրդին այսպիսի վերապերմունք ցուցաբերեց որպես բուժման միակ միջոցը։ Հիմա ինչ Աստված իր ժողովուրդը, որոնք զինք մերժեցին, չհպատակեցին,
չուզեցին իր լույսով քայլել, Աստված կբաչի եւ դուրս կուղարկե, մինչ Աստված իր ժողովուրդը գարմադախլե եւ ակսորավայր կուղարկե, միևնույն ժամանակ մինչ նրանք իր խավարի եւ այս դխուր վիճակի մեջ են, Աստված, Հայրն Աստված իր մարգարեն կուղարկե, Երեմիա մարգարեն իր ժողովրդին պատգամով, հույսի պատգամով։ Եվ ճիշտ այդ համարը, որ ընթերցեցի, ճիշտ այդ բարակայում է, որ Աստված իր մարգարեն կուղարկե Երեմիայի ժողովրդի մեջ անոնք ապստամբության պատճառով ակսորավայր են եւ Երեմիան գսե Աստուծո ժողովրդին, գսե ժողովուրդ, Աստված գսե ես գիտեմ իմ ծրագրերս ցես համար, ծրագիրը փարորության եւ ոչ թե չարիքի, հույսով լեցուն աբակամը գխոստանամ ցեզ, դուք ունիս ցեզի համար հույսով լեցուն աբակամը գսպասե ցեզ, փայծ, հոստե մեծ փայծ մգա, բայց որբեսի Աստուծո իր մարգարեի Երեմիայի միջոցով այս դրված խոստումը, ինչ է խոստումը, հույսով լեցուն աբակա, բայցարություն, օրհնություն կա, այս խոստումը գադարվելու համար 70 տարի պետք է սպասեին համբերությամբ։ Դանիել մարգարեն, երբ որ Դանիելի մարգարեությունը գարտանք, հոն հստակ նշված է, որ երբ որ քիրքերը կնեց ակսորավայր էր Դանիելը, գսե որ գարտացի, որ ինչպես Աստված ասած էր, որ 70 տարի բիդի ակսորեմ, 70 տարի հետո եծեր երգիրը բիդի պերեմ։ Ուրեմն որպես այս խոստումը իրականություն դառնար 70 տարի պիտի սպասեր իր ժողովուրդը։ Կամ այդ օրվանից որ այս մարգարեությունը դրվեց, հիմա ինչքան որ հոնեին, բայց 70 տարի ուսենք։ Եթե այդպիսին է քո կյանքը, որ խավարից ես անցնում, քեզ ամեն մեկուս կյանքի մեջ ժամանակաշրջան մը գուքա, երբ խավար շրջան կգոչվի։ Գիտեք, խավարումը գլի, լուսնի խավարումը տեսել եք, լուսնի խավարումը, միշտ կլինի ադիգա, ժամանակ առ ժամանակ։ Մեր կյանքն միշտ արևոտ չի լինի։ Ժամանակաշրջանը պիտի կա ամեն մեկուս կյանքի մեջ բադահած է, կամ կբադահի հիմա, կամ պիտի բադահի, որը գոչվի խավար շրջան, մութ շրջան։ Ամբերը կուլա եկան, երբ մգա չէ գսեն։ Ամբ, մարախուղ, արևը չի գա, գարես երգինքը բողբադ է, գաղոթես չի հասնիր երգին, չի թափանցեր, չի սավարնիր։ Ճիշտ խավարը շրջանի ժամանակ է, որ շատ հաճախ Աստված հույսի պատգամով կմոտենա մեզ։ Հույսով լեցուն խոստումով կմոտենա մեզ։ Հույսը, լույսը, որը գախյալ չէ արդակին վիճակից, ինչ կգադարվի դրսում։ Աստված կմոտենա ինձ, Աստված կմոտենա քեզ եւ հույսով լեցու խոստումը մեր հոգու մեջ կմխրջի, հոն ներսը գտնե, դեղմը, ապահով եւ կպաշտպանե այն, որը երբեք չի կարող ազդվել արդակին ազդեցություններից, լուրերից, վիճակներից, բարականերից։ Բայց նկատի պետք է ունենանք, որ ամեն անգամ, երբ Աստված այս հույսով լեցուն ողողված խոստումը գշնորհե մեզ մեր խավար շրջանում, նկատի պետք է ունենանք, որ միշտ խոստումը հույսի հետ միասին քին մգա, որ մենք պետք է վճարենք։ Եվ այդ քինը համբերությունն է։ Առանց համբերության
Մենք երբեք չենք հասնելու այս հույսով լեցուն խոստմանը։ Համբերությամբ կսե բիդը սպասենք մինչև հույսի, վասնզի եթե չդեսնված բաներուն գհուսանք, հույս մտված Աստված մեզի չէ, օրինակ երկնքի հույսը, կամ որ մենք հույս, կյանքի մեջ հույս, բայց չի դեսնվում, կհավատանք միայն, հավատք ունենք, որ այդ հույսը բիդունամ, և Աստծո խոսքը եթե չդեսնված բաներուն գհուսանք, քո կյանքիդ մեջ հարցեր գա, որ լուծման կգարոդին, բայց այդ լուծումը դեռևս չեմ տեսնում, հույս ունիմ, որ պիտի լուծվի, բայց հիմա չեմ տեսնում, ուրեմն հույսով, համբերությունով պիտի սպասենք կսե։ Համբերությունով պիտի սպասենք։ Ամեն մեկուս ունենք երազմը, որ կսպասենք իրականանա, երազանքմա։ Խնդիր մը ունենք, որուն լուծումը կսպասենք։ Գաղոթեմ, որ Աստված ինձի համապատասխան ընկերս տա իմ կյանքում։ Եկեղեցին ինչքան ժամանակ է սպասում է, որ հափշտակ կամ դերը պիտի կա եւ իրեն պիտի միանանք։ Սպասում ենք։ Բայց գիտեք ուր է հարցը, երբ բանիմը կսպասես եւ գուշանա։ Մինչև երբ պիտի սպասեմ։ Եվ ճիշտ այս բարականերում է, երբ որ հույսի խոստումը ուշանում է, շատ հաճախ, եթե զգոն, զգաս, զգուշ չենք, կսկսենք մեր ոգևորվածությունը մարիլ։ Անհամբեր գթարնանք, impatient, կսկսենք փողոքել, complain, կսկսենք վրդովմունք, ցուցաբերել, դրտմիլ, նեղվիլ, բայց երբ պիտի լինի, այսին մինչև երբ պիտի սպասեմ։ Հույս և համբերությունը իրար հետ պետք է գնամ, երբ որ հույսը գա, խոստումը գա և համբերություն չունիմ, երբեք չեմ հասնելու հույսի խոստմանը։ Համբերությունը ինձ կօգնի քայլեր առնել դեպի խոստացյալ հույսը։ Միսիոնարը իրական դեպք։ Միսիոնարը առաքելության կգանչվի միսիոնարական դաշտ ուղարկվելու համար։ Այն եկեղեցին կամ գազմագերբությունը, որ այս միսիոնարին պետք է որդեգրեին, որպես իրենց միսիոնար ուղարկելու միսիոնարական դաշտ, թուղթերը ներկայացնել է ետք, եկեղեցու հանձնախումբը իրեն ինտերվյուի appointment մգուդա։ Interview appointment-ը կստանա միսիոնարը, շատ լավ գսե, կրված է, որ երկուշաբթի առավոտ ժամը 8-ին պետք է գտնվես եկեղեցվո գրասենյակ, որտեղ հարցազրույց պիտի ունենանք։ Այս միսիոնարը երկուշաբթի առավոտ ժամը 8-ին հակված, շկված, բադրաստ աղոտքով գներգայանա գրասենյակը կարդուղարուին գնթունիզին կսետ հրամեցեք նստեք։ Հիմա գուկա հանձնախումբի նախագահ և անդամները որպես հարցազրույց ունենակ ինտերվյու և վեշտական որոշում կայացվի։ Սիրով գսե։ 30 րոպե կսպասե միսիոնարը նստած։ Մեկը չկա։ 1 ժամ կսպասե, մեկը չկա։ Իրական դեպք։ 2 ժամ կսպասե, չկա։ 3 ժամ, 5 ժամ, 7 ժամ, 8 ժամ կսպասե միսիոնարը նստած։ Ութ ժամ ետք տուրը կզարնվի։ Հանձնախումբի նախագահ գմտնե գցերնվի, բարեց ես բարում միսիոնար եղբայր բայրամ,
գսե դու քնությունը անցակ հաջողությամբ ոնց անցավ այս էր քնության միսիոնարիմը քնության տեսը 8 ժամ մենք հետևում էինք քեզ երևից թե արդյոք պիտի վրթովիս աման ուր մնացին աման ինչ եղավ այս ինչ մարդ եմ այս ինչ եկեղեցի այս ինչ դաշտ է երևի այս հանգիստ 8 ժամ նստեց այս միսիոնարը սպասելով քնություն անցավ եւ զինք ուղարկեցին միսիոնարական դաշտ Գրեք շատ հաճախ մենք ավելի շատ հետաքրքրված ենք, ոգևորված ենք լինում, վերջնագետում, թե երբ պիտի հասնիմ խոսմանը destination, բայց կմոռանանք, որ Աստված ոչ թե destination-ին վերջնագետին է հետաքրքրված, մեր կյանքը խոստումը դալովն է Աստված հետաքրքրված, այլ Աստծո համար ավելի կարևոր է ճանապարհորդությունը մեր ընթացքը ավելի կարևոր է մեզ համար քան հասնին եւ հույսով խոստումը վերցնել ունենալ վայելելը ադի արդեն քոնն է բայց Աստծո համար ավելի կարևոր է the journey rather than the destination բայց մենք մի անգամից ուզում ենք ունենալ երբ պիտի երթամ երբ պիտի գա երբ պիտի ճանապարհը մգա, որ ես պետք է դրանից անջը։ Մենք ուզում ենք արագ արտպատասխաններ, շտապ անմիջական արդյունքների ենք, մենք հակամետ։ Բայց Աստված ավելի շատ հետաքրքրված է, թե ինչպիսին պետք է լինեմ ես, քան որքան արագ պիտի հասնեմ իմ վերջնագետին։ Աստված համբերության շրջան գուտա ինձի, հավատքս կա, հույսը կա, գահավատամ, որ հույսը պիտի իրականանա, բայց հավատքի եւ հույսի միջև գամուրջ մգա, այս գամուրջը համբերադարությունն է, patience, համբերադարություն, վճռագամություն, հարադեվողականություն, persistence, patience, commitment եւ այս շրջանում է որ Աստված իմ մեջ գծեվավոր է այնպիսի մի նկարակիր որով երբ որ հույսը խոստումը հասնիմ իրական արդեն ես ադագ եմ իզորու եմ կարող եմ դնդեսել խոստումը Իդ Աստված իմ այնձ իսե քեզ իսե $5 միլիոն քեզի խոստում ունիմ Դեսիլք մունիս, նպատակ մունիս, $5 միլիոն պետք է, $5 միլիոն պիտի դամ ես քեզի։ Բայց եթե հիմա դա $5 միլիոն ես պատրաստ չեմ այն դնդեսել։ Կարող այդ $5 միլիոն մեջ խորտակվիմ ես կամ շատերս։ Անար գահավադամ որ Աստված խոստում ունի, հույսով լեցուն խոստում է, բայցար խոստում է, գեղեցիկ խոստում է, օգտակար խոստում է, բայց Patient, ժամանակ կուզե։ Այս ժամանակի ընթացքին կպատրաստե ինձ եւ իմ մեջ կցեվավոր է այնպիսի մի նկարակիր, որով կարողանամ երբ որ հույսը իրականանա օգտավետ լինի։ Ուրեմն Աստծո համար ավելի God is more concerned with who we are becoming than how fast we arrive. He uses the journey, the waiting, the struggles, the unanswered prayers to shape something precious in us. And that something precious is called patience. Աստված չէ դա գուշացնե։ Աղոտներս չի պատասխաներ։ Բայկարներ գուղարկել եւ այլ վիճակներ, որ ինչ կապ ունի այս բոլորը իմ ապակադեսիլքիս կամ նպատակամ խոստման հետ, Աստված իմ մեջ ձևավորում է այնպիսի մի արժեք, որ այլ կերպ անհնար է ձևավորվել։ Եվ այդ արժեքը համբերությունն է, համբերությունն է։
Ինչու համար համբերությունը շատ կարևոր է, հույսին հասնել է առաջ։ Կամ մինչ դեպի հույսի, այդ հույսով լեցուն խոստմանը գա առաջանամ։ Համբերությունը առաջ երթին կարևոր որպեսզի հավատքը զորանա։ Հավատքը երբեք չի կարող ապացուցվել որպես որակյալ հավատ, եթե ամեն բան սահուն ընթանա։ Հավատքը հավատք է որակավորվում, երբ ամեն ինչում գադարյալ վստահություն կցուցաբերեմ առ Աստված։ Նույնիսկ եթե չեմ տեսնում շոշափելի փաստեր չկան Աստուծո հույսով լեցուն խոստման մասին։ Չեմ տեսնում։ Բայց համբերությունը ցույց կտա, որ ես կհավատամ եւ համբերությունով հավատքս կզորանա։ Որովհետեւ երբ որ ամիջապես instant ամիջական պատասխան ունեմ, հավատքս երբեք չի խորանալու, չի աճելու, չի հաստատվելու, չի հասունանալու։ Առաջին հերթին համբերությունը պետք է որպեսզի հավատքս խորանա։ Երկրորդ համբերությունը հոգևոր հասունություն է առաջացնում իմ կյանքիս մեջ։ Հակոբոս 1:3-4 կսե վասնզի ծեր հավատքի փորձառությունը համբերություն կներկործե եւ համբերությունը հույս եւ հույսը ամոթով չի թողնի։ Wow, what a passage. Հիանալի հավատք, համբերություն, հույս ամոթով չի ցկեր, որ հույս տվողը Հայր Աստված է։ Երրորդ համբերությունը, գիտեք ինչի համար է նաև, որպեսզի զիս Աստուծո ժամացույցի ժամանակի հետ սինխրոնայզն է։ Աստված ժամանակ ունի, ամեն մեկուս համար դալու, վերցնելու եւ ինձ կսպասեցնեն, որպեսզի այս շրջանում ես Աստուծո ժամանակների հետ համահունչ լինեմ, synchronize լինեմ։ Եվ չորրորդ վերջին համբերությունը հարկավոր է, որպեսզի հիասթափություններից բահե ինձ Աստված։ Անհամբերատարությունը ինչ է առաջացնում մեր մեջ, եթե անհամբեր ենք, frustration, վրդովմունք, անդուր վիճակ կստեղծե անհամբերությունը, բայց համբերատարությունը իմ սիրտը խաղաղությամբ գխարիսխավոր է։ Երբ որ համբերադար, ես մարդիկ որ համբերադար են, որքան խաղաղ են։ Համբեր եղբայր գլա։ Համբեր է հոգիս, համբեր է, արինձի եկե, չեմ գարան տունեմ, արագ երկե, արագ։ Համբեր է, որ համբեր է, այդպես խոսում ունիմ։ Աշխարհի մեջ կապրին, որ ամեն ինչ արագ դեպի առջև գսուրա, դեպի բայց Աստված դարբեր ցևով կգործե մեր կյանքում, Աստված ժամանակներով է գործում։ Իսկ մենք գուզենք ժամանակից դուրս գալ եւ արագ ամեն ինչն էլ հասցնել կյանքում։ Եթե մարդկային պատմությունում գար դարաշրջանը, գար հասարակությունը, որով ամեն ինչ instant gratification, անմիջական հաճույք ուզողը լեր, այս մեր սերունդն է։ Հիմա մեր սերունդն է։ Արագ կուզենք, դրա համար համագարկիչներ, կոմպյուտեր, ամեն ինչ որ արագ, ամեն ինչ քովս գոճակներով, ամեն գոճակներ կուզենք, եւ նորեն չենք հասցնում։ Հասարակությունը սիրելներ, որում մեջ կապրինք, կարծեմ մանավանդ Միացյալ Նահանգներում, որ ամեն ինչ Միացյալ Նահանգներն կսկսի եւ բարին եւ չարը եւ աշխարհով կդարածվի։ Հասարակության մեջ կապրինք, որտեղ անմիջականության աստեղը սրսկել է մեր մեջ եւ ամեն ինչ արագ կուզենք ունենալ։
Աստծո խոսքը շատ հստակ է։ Գսե դղաս, եթե ինձ հետ պիտի քայլես, պիտի համբերես։ Ինչքան պիտի համբերեմ ու հայրասված ճանապարհը ցույց կտա։ Պիտի համբերես։ Նայեցեք, Սաղմոս 62:5 ինչ կսե։ Սաղմոս 62:5 Սաղմոս 62:5 այսօր մասի մեզի կնկարագրե։ Ով իմանցս միայն Աստուծո սպասե։ Վասնզի անիգա է իմ հույսս։ Ուր հույս կա, հոն սպասել կա, համբերություն կա։ Ով իմանցս Աստուծո սպասե, համբերությունով սպասե։ Ինչ որ անիգա իմ հույսս։ Հետևաբար, եթե անիգա է իմ հույսս, ուրեմն պիտի կատարե, սպասե դու։ Որ այս սպասման ընթացքում է, որ Աստված քո մեջ պիտի ցեվավորե համբերադարության գեղեցիկ նկարագիրը։ Եբրայեցիս 6:13 կնեցեք ինչ կսե սիրեներ, շատ գեղեցիկ համար է այս ուղղությամբ։ Եբրայեցիս 6:13 Վասնզ երբ Աստված Աբրահամին խոստում ըրավ, որովհետև իր մեծը չգար, որ անոր վրա երթում մներ, իրանցին վրա երթում ըրավ։ Եվ 19-րդ համարը գսե որ Աստված անգարելի է, որ Աստված սուտ խոսի, այսօր համար ունենք հաստատուն մխիթարությունը, որ աբաստանքը դանք մեր արջև տրված հույսը ամուր բռնեմ։ Ամբողջ հատվածը երկար է, ուրեմն հոստեց ցույց կտա Աստծո խոսքը, թե ինչպես հավատքը հույսին հասնելու համար համբերադարության ժամանակաշրջան է անցնի Աստված։ Դիդոս 2:13-ը մեզի շատ սիրելի համարներից մեկն է, շատերս անկիրք գիտենք ասիկա, Դիդոս 2:12 համարը, քիչ առաջ հիշատակեցի, շատերս կսպասենք Տիրոջ քալստյանը, հափշտակության, Տիրոջ ներկայացման, Փարուսի եւ այլն, եւ նայեցեք Դիդոս 2:13 ինչ ասեմ, ու սպասենք ինչին այն երջանիկ հույսին, այսինքն մեծ Աստուծո, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն է։ Խոստումը գա, ինչ է երջանիկ հույսի խոստումը, դեր Հիսուս Քրիստոսի փառած հայտնությունը, հույս մնե։ Բայց հույսին հասնելու համար պետք է սպասեմ գսեմ ու սպասենք ինչին երջանիկ հույսին, երջանիկ հույսին։ Ամենից Աստված խոստումներ տված է, բայց այդ խոստումներուն հասնելու համար համբերություն է պետք, սպասել է հարգավոր եւ այս է լինելու այն քինը, եթե այսպես ասենք քին, որ պետք է համբերություն հունարենով փար, հունարեն փար է, գիտեք ինչ կնշանակի համբերություն, սպասել։ Հունարեն փարը իպոմոնի։ Դենեք իպոմոնի ֆիլե։ Դենեկիս իպոմոնի աղորիմու, համբերություն չունես տղաս, դու ունես չէ համբերություն գրեք։ Իպոմոնի, գիտեք ինչ կնշանակի, հունար բանը, երկու բան, իպո, մենո։ Իպո կնշանակի ինչ որ բանի դակ, իպո։ Մենո կնշանակի մնալ, մենո, մնալ, մոդիկ հայրեն է, հիմա, իպոմոնի կնշանակի ինչ որ ձանրությունը գուտա մեկի ինձի, այդ ձանրությունը գշալգեմ, այդ ձանրության դակ գմնամ, գշալգեմ, գկալեմ, բայց առանց դրդուն չի, առանց ցայնի, առանց փողոքի, Միսյոնարի նման, սպասես, ուշացավ, եղանակը փոխվեց, պայմաններ, այս է իպոմոնի բարի խորունգ իմաստը, ձանրության ներքո լինել եւ այդ ձանրությունը դանել սուս ու պուս, պլյուս սիրով։
Հիսուս ինչպես արեց։ Խաչը հանցնարավ, ամոթը արհամարհեց, իր արջև թրված ուրախության համար, որովհետև գրեք շատ հաճախ հիմա մեր կյանքի մեջ էլ գբադայի։ Իսկ Հիսուսի այս բատկերը կյանքի մեջ ունես նպատակը, հույսը, աշխատանք, դիրք, ինչ-որ մի բան, ծրագիր։ Եվ ինչ կան խոչընդոտներ կարող է հանդիպեն քո կյանքում, եւ ինչ ենք ասում։ Այ բալա սուս մնա, մի քիչ էլ համբերենք, հեսա հասնելու ենք, հեսա կհասնենք, հետո բդուղը կվայելենք։ Ուրեմն այդ խոստումի խաթիրին, այդպես ասած, լուր եք մնում։ Հայաստան ասում են, չեմ գիտե որ շտար գսե լեզու ծամմե գուլդուր։ Համբերի այդ տղա, հասնում ենք, հեսա գլինի։ Լեզու ծամմե գուլդուր։ Այսինքն մի փողոք է, սուս մնա։ Բայց ադիկա շիդակ համբերա իպոմոնի բատկեր չէ, իպոմոն սիրով գդանի։ Բայց բատկերը սա է։ Սպասելը սիրելներ մեր ֆիզիկական դիրքորոշումն է, սպասեմ, հերթի մեջ եմ սպասում։ Իսկ համբերությունը մեր հոգևոր դիրքորոշումն է։ Չենք փողոքում, չենք քանքադում, չենք անիծում, չենք վրդովում, լուր, խոնարհությամբ, հույսով և սիրով համբերում եմ։ Հետևաբար համբերությամբ գսպասեմ, համբերությունով գսպասեմ և հույսով առաջ կգնամ, և ավարտեմ սիրելիներ այս մտքով։ Հասկանալի է, որ շատ հաճախ ուշացված հույսը ոսկորներն է մաշեցնում, ասում է Աստծո խոսքը։ Արագած 13-12-ի մեջ կսե ուշացված հույսը սիրտը գհիվանդացնե։ Ուրիշ թարգմանություն կա գսե ոսկորները գմաշեցնե, ուշացված հույսը։ Բայց գադարված հույսը գենած ծառ է գսե։ Թեև ուշացված հույսը սիրտը կգոդրե, բայց երբեք ուշացված հույսը մոռացված կամ մերժված հույս չի կարող լինել։ Այո, ասված հույս մտված է Իսրայել ժողովրդին շատերից քեզ եւ ինձի։ Ուշանում եմ, ուշացված հույս չի նշանակում մերժված կամ մոռացված է այդ հույսը։ Աստված երբեք չի վրազում եւ երբեք էլ չի ուշանում։ Աստված երբ չի վրազում, հասկանաք ինչ վրազել, he's not in hurry։ Չի աջաբարում։ Ոչ էլ ուշանում է, ոչ էլ ուշանում։ Աստված միշտ իր ժամանակին հասնում է և ներկայելում։ Հովսեփը դարիներ սպասեց փանդում, մինչև որ Եգիպտոսի վարչապետը դարձավ։ Աբրահամը դարիներ սպասեց, 100 տարի։ Մինչև որ Իսահակը իր քրգերու մեջ, իր անտրանի, իր զավակը քրգեր։ Իսրայելը 400 տարի պետք է սպասեր մինչև ազատագրում։ Դավիթ 13 տարի սպասեց մինչև որ թագավոր օծվեցավ և 40 տարի թագավորեց։ Աշխարհը դարեր շարունակ սպասում էր և սպասեց աշխարհի փրկչին դիմավորելու Մեսիային Հիսուս Քրիստոսին։ Աշակերտները 50 օր սպասեցին, մինչև որ Սուրբ Հոգուին խոստումը իրենց վրա իջավ։ Ուշացված հույսը մոռացված և անդեսված հույս չէ, այլ ստույգ իրականացվող խոստում է։ Քո կյանքում միգուցե մի բան կա սպասում է, խոստում կա, բայց սպասում ես։ Մի քիչ էլ սպասենք։ Մեծամասամբ գիտեք երբ են հրաժարվում մարդիկ, հենց այն բանին, երբ որ արդեն հույսը իրականանալու էր։
Հետ ասում եմ, վայ, մի օր էլ սպասեի, մի շաբաթ էլ սպասեի։ Մինչև էլ սպասենք եւ բդուղ վայելենք։ Տիրոջ փառքի համար եւ մեր փառորության։ Ամեն։